Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, ինչպես գիտեք, ապրիլ ամիսը մենք նվիրել ենք գերագրատեսակների հավաքչության, այսինքն այն գերագրատեսակները, որոնք այս կամ այն պատճառներով դատապարտված են մոռացության, նրա վերականգնման նրանց եւ նորովի մատուցմամբ, չնայած որ ապրիլը մեր մեջ նաեւ այլ խորը ցավ է այսպես համակում, բայց այնուամենայնիվ մենք պիտի հասկանանք, որ եղել ենք կանք ու դեռ պիտի շատանանք եւ բոլորս պիտի միահամուռ ձևով պայքարենք լինելու համար, պայքարենք մեր արարողությունը իրականացնելու համար։ Մեր խոհարարական կազմակերպությունը իր ձևով է պայքարում, իր ձևով է աշխատում եւ հիմա գնանք տեսնենք, թե մեր հյուրը ինչ է պատրաստել եւ ինչ է կարողացել փրկել մոռացության ճիրաններից։ Այս ամենը մենք պիտի փոխանցենք ձեզ իմ հյուրի հետ։ Իսկ իմ հյուրն է այսօր բարեկամներ բժիշկ նյարդաբան պարոն Հակոբ Աթանեսյանը։ Ողջույն պարոն Աթանեսյան։ Ինչպե՞ս եք։ Հոյակապ։ Ուրախ եմ արձագանքելու համար, շատ շնորհակալ եմ, որ դուք ուզեցել եք եւ կամենում եք մի լումա ներդնել մեր ազգային խոհանոցի վերականգնման գործին։ Ինչ գերագրատեսակով, ինչ մտահղացման եք ներկայացել։ Այսօր պետք է պատրաստենք մուս, որի բաղադրության մեջ կա կես կիլոգրամ մաքրած դդում, մեկ սերկեֆիլ, կես լիմոն եւ մի փոքր համեմունքներ, այսպես ասած, այսինքն մեխակ, մեղր, պոպոկ, դարչին եւ այլն։ Եվ ամենակարևոր համեմունքը, որ մենք միշտ մեզ հետ կրում ենք, դա մեր տրամադրությունն ու հոգին։ Այո։ Շատ լավ, սկսենք։ Փորձենք մաքրել։ Մեր հեռուստադիտողներին ուզում եմ հուշել, որ շատ դեպքերում դդումի սորտեր կան, տեսակներ, որոնց կերևը շատ պինդ է, այնուամենայնիվ պիտի այսպես դիլիմով կտրատել, զգուշությամբ դնել եւ կամաց այսպես կերևը մաքրել։ Պարոն Աթանեսյան, աղանդեր պիտի պատրաստենք, որպես բժիշկ կուզենայի ձեր կարծիքներ իմանալ, լավ ճաշելուց հետո աղանդերը ինչ պիտի անի, ինչ պիտի մեզ տա։ Գիտեք, ընդհանրապես ուտելը հաճույքներից մեկն է։ Այո։ Ու ես գտնում եմ, որ եւ հիմնական ճաշը, եւ աղանդները, եւ մի խոսքով բոլորը շատ կարեւոր են։ Այսինքն ինչպես պիտի սկսես, դա արարողություն է ըստ իս։ Ինչից սկսես, ինչով Այո, ինչով ավարտես եւ ինչ տրամադրությամբ։ Այո։ Եվ դրա համար երևի բացի պատրաստման, այսինքն եղանակից, այո, կարևոր է նաեւ հոգին։ Ինչ ես դու դնում դրա մեջ, որպեսզի լինի համեղ։ Կտրատեմ ոչինչ։ Այո։ Որքան փոքր ենք կտրատում, այնքան արագ է պատրաստվում։ Այսինքն այն, որ մենք միշտ նշում ենք, հիշում ենք, որ մայրիկը այսպես էր պատրաստում, տատիկը այսպես էր պատրաստում, փորձում ենք նմանակել եւ ինչպես միշտ չի ստացվում։ Դա հենց այն լավ տրամադրությամբ պատրաստելու մեջ է գաղտնիքը, չէ՞։ Այո, իհարկե։ Գիտեք, իմիջայլոց տատս նա վիրտուոզ էր խոհանոցում, նրան հասնել հնարավոր չէր լինում, որովհետև այնքան բան գիտեր ու այնքան բազմազան, նա մի քանի երկրների խոհանոցներ գիտեր եւ պարբերաբար մեր տանը դա կիրառվում էր ու ես փոքրուց ծանոթ եմ եղել եւ արեմտահայկական խոհանոցին, հունական խոհանոցին, հայկական խոհանոցին, վրացական խոհանոցին, ինչու ոչ։ Այնպես որ բազմազան է եղել մեր խոհանոցի տեսականին ու շատ համեղ։ Նրան նման պատրաստել ոչ ոք չէր կարողանում։ Թերևս հիմա երևի մեծ քույրս է կարողանում միայն պատրաստել, մնացածը ոչ ոք չկարողացավ այդպես է։ Դե էլի փառք տանք։ Այո։ Առաջին, որ գոնե մեկը շարունակում է։ Գիտեք, տրադիցիաները պետք է պահպանվեն։ Ճիշտ են ասում, որ եթե մարդը չի հիշում իր անցյալը, ուրեմն ապագա չունի։ Իհարկե։ Ես գտնում եմ, որ դա շատ կարևոր է, որովհետև ամեն տուն, ամեն ընտանիք ինչ որ մի տրադիցիա ունի, որը պիտի սերունդները պահպանեն։ Այո։ Ես էլ իմ չափով եմ փորձում դա անել, իհարկե։ Ցավոք սրտի գոնե մինչև վերջերս այդ հիշողության մեջ կամ այդ
լավ տրամադրության մեջ որ պիտի անպայման հիշվի, խոհանոցը չէր նշվում եւ հիմա փառք Աստծո որ համատեղ գործունեության արդյունքում այդ լավ հիշողությունների մեջ նաև խոհանոցը ներառվեց։ Անպայման, հենց ձեր հաղորդումը հենց դրա խորհրդանիշն է, որովհետև ով գնահատում է իր ազգայինը, անպայման նայում է ոչ միայն արվեստի տարբեր ճյուղերի ներկայացումը կամ ռեկլամը եթերով, այլ նաև այն, ինչ որ ամենօրյա կյանքում մենք օգտագործում ենք, մեր խոհանոցը։ Ազգային խոհանոցը մեր մշակութային ժառանգությունն է եւ նորից փառք տանք, որ արդեն կամաց-կամաց գիտակցվում է նաեւ հասարակության մեջ։ Գիտեք, պարոն Մամուլյան, դրսում ապրող հայերը երևի ավելի զգուշ, ավելի հիվանդագին են մոտենում դրա պահպանմանը, որովհետև ազգապահպանման գործը դրսում ավելի սուր է դրված, այո, գծված է եւ դրա համար փորձում են որքան հնարավոր է ազգայինը պահպանել դրսում եւ երեխաներին է սովորեցնել այն ուտեստներին, այն համեմունքներին, որը որ հատուկ է ու հարիր է մեր ազգին։ Այո, հիմա սրա վրա ավելացնում ենք մեկ բաժակ Իսկ կիտրոնը անպայման եւ մեխակ անպայման։ Ես նախնական զրույցում լսեցի, որ կիտրոնը կեղևով հենց պիտի օգտագործվի։ Այո, նա պիտի լինի քաղցր, մի փոքր այսպես կիտրոնի լրիվ հոտով եւ համով, այո։ Ոչ դառը, բայց համը անպայման պետք է լինի։ Այսպես։ Հիմա ավելացնում ենք ջուրը եւ որքան քիչ այնքան լավ, թե կապ չունի, մենք պիտի հանենք մթերքները։ Այո, պետք է խաշելուց հետո պիտի հանենք։ Всё, բավական է։ Եվ այստեղ ավելորդ չեմ համարում նշելու բարեկամներ, որ ազգային խոհանոցը մեր ինքնության պահպանման գործում շատ մեծ դերակատարություն ունի։ Մենք դրա օրինակը բազմիցս արդեն տեսել ենք այցելելով այս կամ այն գաղութ մեր հայրենակիցների, այսինքն Սփյուռք, ինչու՞ չէ նաև մեր հայրենիքում։ Զոր օրինակ ես պիտի միշտ նշեմ այդ օրինակը եւ դա կարծում եմ ուսանելի օրինակ է։ Տրանսիլվանիայի մեր հայրենակիցները բացարձակապես չեն տիրապետում լեզվին, անուն ազգանունը ոչինչ չի հիշեցնում նրանց հայ լինելու մասին, նույնիսկ հավատքը նրանք կաթոլիկներ են։ Բայց նրանք ազգային կերակրատեսակ օգտագործելով միշտ հիշում են, որ իրենք ազգության արմատներով հայ են։ Այո, դա շատ կարևոր է։ Այո, բարեկամներ, մի քանի րոպե պիտի պահանջվի, որպեսզի խաշվի այս մեր կերակուրը, աղանդերը։ Այդ խաշվելու ընթացքը օգտագործենք եւ նորից հիշենք բարեկամներ ապրիլ ամիսը մեզ համար խորհրդանշական է ցավոք սրտի բացասական իմաստով, բայց ուզում եմ որ բոլորս միահամուռ եւ միակամ կարողանանք վերապրելուն միտված մեր գործողությունները համախմբել, միավորել եւ ոչ միայն սքանք, ոչ միայն ողբանք մեռելոց, այլ նաեւ անպայման կոչենք ապրողաց, որովհետեւ մենք միշտ հզոր ենք, երբ որ միասին ենք, մենք միշտ պարտելի ենք, երբ որ միակամ ենք, եւ թող այս ամիսը եւս մեկ անգամ դրա ապացույցը լինի եւ եւս մեկ անգամ առիթ ունենանք միանալու, միականվելու, բռունցքվելու եւ ինչպես նշեցի, կոչելու ապրողաց։ Եվ օգտվելով նաև առիթից բարեկամներ, պիտի հորդորեմ, որ հարգելի հարազատներ, հարգելի հայրենակիցներ, մենք խոհանոցի մասով ենք այն ամենը, ինչ որ պիտի անենք իրականացնում, այսինքն վերականգնման այդ process-ը։ Եթե ունեք դուք այն մոռացության միտված կերակրատեսակների բաղադրատոմսեր, կարող եք զանգահարել, կարող եք անձամբ ներկայացնել եւ այս բանահավաքության միամսյակը լիակատար իրականացնելու դեպքում մենք այս կամ այն չափով արդեն ապահովագրած կլինենք որոշակի գոնե, որոշակի կերակուրներ։ Շոգեխաշվեց, պարոն Աթանասյան։ Այո։ Սրա շոգեխաշվելը որոշում ենք սերկեֆիլով։ Եթե սերկեֆիլը եփված է, ուրեմն արդեն պատրաստ է։ Ամենադժվար եփված։ Այո։ Այո։ Հիմա ուղարկենք հարիչով հարվի եւ արդեն պատրաստել ենք նաեւ մատուցման ափսեները եւ արդեն հետագա աշխատանքները մենք ցուցադրենք մեր հեռուստադիտողներին եւ մատուցման ձև։ Այո, չմոռանանք ասել, որ հարելուց առաջ պետք է մեխակները հեռացնել։ Հարիչի հետ հարելու ընթացքում բարեկամներ նաև պետք է ավելացնենք մեղրը աստիճանաբար
եւ այս մուսը, որ պիտի ստացվի, ունենալու է նաեւ մեղրահամ։ Պարոն Աթանասյան, մուսը ստացանք։ Այո։ Համասեր զանգված հարգելի հեռուստադիտողներ, նորից հիշեցնեմ, որ օգտագործեցինք դդում, սերկևիլ, կիտրոն, հենց կեղևով։ Միասին շոկեհարեցինք, մինչ պատրաստ լինելը, այնուհետև համեմեցինք, վրան ավելացրինք մեխակ, շոկեխաշելու ժամանակ եւ մեղրով հարեցինք, ստացանք մուս։ Խնդրեմ, ինչպես պիտի մատուցենք։ Հիմա պետք է, այսինքն բաժակները, որի մեջ պիտի մատուցեք, կարող եք ձևավորել ըստ ձեր ճաշակի։ Կոնկրետ այս դեպքում կտրել եմ փոքրիկ, այո, փոքրիկ մի փոքր շերտ կիտրոն, կարող եք դասավորել, ձևավորել կիվիով, ինչպես ուզեք, նարնջով եւ այլն եւ այլն։ Էականը ձևավորումը չէ, էականը այո, կարելի է նաև։ Եվ այնուհետև մուսը լցնելու ենք բաժակների մեջ, որովհետև նա շատ արագ կպնդանա։ Բավական է։ 80%։ Մի փոքր պետք է կիտրոնը այդպես պետք է մնա, այո։ Որից հետո ավելացնում ենք դարչին եւ պոպոկ։ Ահա, խնդրեմ։ Հարգելի հեռուստադիտողներ, ես անպայման պիտի նշեմ այս աղանդերի օգտակարության մասին։ Դուք պատկերացրեք դդում իր ամբողջ այդ օգտակար նյութերով, սերկևիլ, բացառիկ հայկական երևույթ, մրգային, ընկույզ եւ դարչին։ Իմիջիայլոց այս աղանդը կարող են օգտագործել նաև շաքարային դիաբետ ունեցող մարդիկ, որովհետև ամբողջապես նախատեսված է իրենց համար։ Հիմքը պատրաստված է շատ օգտակար մրգերով եւ քաղցրեցված է մաքուր բնական մեղրով, որը շաքարային դիաբետով հիվանդներին կարելի է։ Շատ լավ, փաստորեն դուք ինքներդ ներկայացրիք, պարոն Աթանասյան, ունեք դուք այլ ասելիք մեր հեռուստադիտողներին, խնդրեմ։ Պարզապես սիրեք կյանքը եւ այլեք այն, որքան հնարավոր է։ Սիրենք կյանքը, բարեկամներ, եւ այն պիտի վայելենք, այո, նաեւ ստեղծագործելով, նաեւ թողնելով ժառանգություն։ Ձեր անունից եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Աթանասյանին իր ժամանակը տրամադրելու համար, ցանկանանք, որ նա սիրի կյանքը եւ վայելի այն։ Շնորհակալ եմ, պարոն Աթանասյան, ապրեք հրավերքի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, եղել ենք կանք ու պիտի լինենք։ Եվս մի քիչ ամեն ինչ լավ է լինելու, ցտեսություն բարեկամներ։ Դդմով աղանդեր։ Դդում 500 գրամ, սերկևիլ 1 հատ, կիտրոն կես հատ, մեղր 2 ճաշի գդալ, ջուր 200 մգ, մեխակ, դարչին, ընկույզ, բարեախորժակ։